այս օրերի մեջ ապրելով, այս ժամանակաշրջանի մեջ մեր շուրջը իրերն ու իրավիճակները քննելով, ես այսօր այս հարցումն եմ ուղղում ձեզ, որն է ձեր կյանքի նպատակը։ Ինչ եկա այս երկիր ծառայության բերումով շատ եմ լսում մշակույթ բառը, այստեղի մշակույթը, այստեղի մտածելակերպը, այստեղի մոտեցումը, այստեղի ըմբռնումը այսպես է։ Որպես եկեղեցի մենք մեկ մշակույթ ունենք, որպես եկեղեցի մենք մեկ մտածում ունենք, որպես եկեղեցի մենք կանչված ենք մեկ սկզբունքի հետևելու։ Նայեք նպատակակետին։ Եվ այս հատվածը այսօր կոչ է անում ամեն մեկիս։ Ուր ենք նայում, ինչին ենք նայում, ում հետ ենք համեմատվում, ինչ ենք փորձում անել այս կյանքում։ Եթե նայեք այս երկրի մշակույթին ու սովորություններին, պիտի վազեք և պիտի հոգնեք, պիտի վազեք և պիտի չհասցնեք, պիտի վազեք և պիտի չունենաք և հուսահատվեք։ Ամերիկյան երազը ձեզ որքանով է բռնել։ Պողոս առաքյալ մեկ այլ երազի մասին է խոսում, Պողոս առաքյալ մեկ այլ նպատակի մասին է խոսում, Պողոս առաքյալ մեկ այլ բռնված փորձառության մասին է խոսում։ Ես բռնվել եմ Քրիստոսով, ես բռնվել եմ Քրիստոսից, ես այլ տարբերակ չունեմ, քան նայել նրան և հետապնդել նրան, վազել, որպեսզի հասնեմ նրան։ Այսօր մեր ընթացքը, մեր հայացքը, մեր մոտեցումները, մեր նպատակները վերանայելու օր է։ Այսօր մինչ մեր կյանքը լի է տարբեր օրհնություններով, բայց նաև շատ են փորձությունները, լի է տարբեր հաջողություններով, բայց շատ են նաև ձախողություններն ու մարտահրավերները։ Եվ եթե նայեք այս ոչ ներդաշնակ ընթացքին, շուտով պիտի հուսահատվեք։ Առաքյալը մինչ համոզում է հայտնում, որ իր կյանքի նպատակը Քրիստոսին ճանաչելն է, անմիջապես այս հատվածի մեջ ասում է. սխալ չհասկանաք, ես դեռ չեմ հասել, ես դեռ չունեմ, ես դեռ ձեռք չեմ բերել, բայց այդ մղումը, փափագը, նպատակը երբեք երկրորդական չէ, է և շարունակելու է լինել առաջնային։ Գիտեք ինչու է սա ասում, որովհետև Փիլիպպեի եկեղեցին նայում է առաքյալի ընթացքին ու ասում. բանտում, շղթայված, անորոշության մեջ, ապագայի մութ կանխատեսումներով, որն է այս վազքի նպատակը, ուր է այս նպատակը, հուսահատությունը արդյոք պարուրեց Պողոսին, հուսահատությունը արդյոք խլեց Պողոսից այդ մղումը, ջանքը, ուրախությունը, եռանդը, փափագը։ Առաքյալը հստակ ձևով ասում է. ոչ երբեք, ոչ թե արդեն հասել եմ կամ արդեն կատարյալ եմ, այլ ձգտում եմ, որովհետև բռնված եմ Քրիստոսից։ Աստված Տեր Հիսուս Քրիստոսով երբ որ կանչում է, երբ որ բարձրացնում է, երբ որ փրկագնում է, նաև իր ծրագիրը ամբողջապես իրականացնում է։ Եվ մեր հավատքը պիտի բարձրանա, հասունանա, մեր աչքերը պիտի դառնան այնչափ հեռատես, որ կարողանանք տեսնել, որ Աստծո խոստումները անդառնալի են, եւ երբ որ ասում է, նաև առաջնորդում եւ իրականացնում է։ Բայց այդ ճանապարհը հեշտ ճանապարհ չէ։ Եվ առաքյալը կարծես իր օրինակով խոսելով ասում է. ինչ էլ լինի,
այդ մղումը, եռանդը, փափագը երբեք չի պակասելու։ Հոգևոր հավատքի կյանքում մեկ փորձություն կա բավարարված լինելու։ Աստծո մեջ միշտ քաղցը, միշտ ծարավը, միշտ փափագը պետք է լինի։ Աստծո հանդեպ միշտ ծարավը, քաղցը եւ փափագը պիտի մեզ անհանգիստ անի։ Ինչպես եղջերուն ջրի վտակներին է փափագում, ինչպես եղջերուն դեպի ջրի վտակներն է վազում, այնպես էլ իմ անձս քեզ է փափագում։ Իմ հոգիս ծարավ է Աստծուն, կենթանի Աստծուն։ Այս հոգին է, որ օգնում է, որ նպատակին նայելով երբեք բավարարվածության զգացում չունենանք Աստծո հետ մեր հարաբերության մեջ, ձգտենք ավելին, փնտրենք ավելին, փորձենք ավելին, իր խոսքի մեջ եւ իր խոսքի միջոցով աճելու։ Առաքյալը 13-րդ համարում ասում է. մի բան կա, մեկ բան կա։ Այսօր մենք շատ բաներ ենք փնտրում, այսօր մենք շատ բաների ետևից ենք ընկած։ Այս արտահայտությունը պատահական արտահայտություն չէ։ Աստծո խոսքը տարբեր հատվածների մեջ մեզ շեշտում եւ հիշեցնում է, որ այս կյանքում մեկ բան է պակասում։ Տեր Հիսուս երիտասարդին, հարուստ երիտասարդին ասում է. մեկ բան է պակասում քեզ։ Մարթային, որ քննադատում էր իր քրոջը, ասում է. քեզ մեկ բան ես գիտեմ, որ քեզ պիտի փոխանցեմ հիմա։ Կույրը, որ բժշկվեց Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով, Հովհաննեսի ավետարանում հայտարարում է. մի բան ես գիտեմ, որ կույր էի եւ բժշկվեցի։ Սաղմոս 2 աղաղակում է. մի բան եմ խնդրում Տիրոջից եւ իմ փափագս է, որ իմ կյանքիս բոլոր օրերի մեջ, իր ներկայության մեջ, իր բնակարանների մեջ լինեմ։ Բայց այսօր արի ու տես, որ որպես քրիստոնյաներ մենք շատ բաների մեջ ենք, շատ բաներ ենք փնտրում չկարևորելով, չշեշտելով, մեր ցուցամատը չդնելով են մեկ եւ այն կարևոր բանին, նայելու առաջ, նայելու դեպի նպատակակետ, նայելու դեպի առջևում եղածները թողնելով ինչ որ ետևում է։ Նպատակը, հոգևոր հավատքի կյանքի նպատակը մեկն է։ Կողոսացիներին ուղված նամակում առաքյալն ասում է. մենք քարոզում ենք ամեն մարդու խրատելով, ամեն մարդու ուսուցանելով, ամենայն իմաստությամբ նպատակը, որպեսզի ամեն մարդու կատարյալ դարձնենք Քրիստոս Հիսուսով։ Հոգևոր հավատքի կյանքի նպատակը մեկն է՝ աճել Քրիստոսի մեջ, աճել խոսքի մեջ, աճել հավատքի մեջ, աճել Աստծո հետ հարաբերության մեջ։ Եթե այս աճը, ընթացքը, պրոգրեսը չգա քո կյանքում, վերանայիր հավատքդ, վերանայիր ուղղությունդ, միգուցե այդ մեկ բանը բաց ես թողել։ Եփեսացիներին ուղված նամակում առաքյալն ասում է. Աստված Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով ոմանց տվեց լինելու առաքյալներ, մարգարեներ, ավետարանիչներ, հովիվներ, վարդապետներ, որպեսի սրբերին կատարայլագործեն եւ դրա մեջ իրենց ծառայությունը բերեն, Քրիստոսի մարմինը շինեն եւ նպատակն է տալիս 13-րդ համար 4-րդ գլուխ Եփեսացիներին ուղված նամակ, մինչև ամենքս հասնենք հավատի միության եւ Աստծո որդու ճանաչողության, որպես հասուն եւ կատարյալ մարդ Քրիստոսին չափանիշ ունենալով։ Այս մեկ բանը մեր հավաքական, որպես եկեղեցի, մեր միասնական նպատակը, փափագը, աղերսը եւ աղոթքը պետք է լինի։ Այս մեկ բանը պետք է իմ անձնական հավատքի կյանքից բխի, գա եւ վարակի պես տարածվի նաեւ եկեղեցում։
եւ հրավիրի, կանչի, որ մարդիկ գան Աստված ճանաչողության։ Եվ այս մեկ բանի մեջ է օրհնությունը, իմաստը եւ նպատակը քրիստոնեության։ Բարձրագույն մրցանակը այս վասքի Տեր Հիսուս Քրիստոս ինքն է։ Բարձրագույն մրցանակը այս ընթացքի Տեր Հիսուս Քրիստոս ինքն է։ Բոլորն են վազում, եւ քիչ առաջ կարդացին Կորինթացիներին ուղված նամակի այս հատվածը, բայց մրցանակը մեկն է առնում։ Եթե աշխարհի մեջ է այսպես, որքան առավել հավատքի կյանքում։ Մի նայեք աջ ու ձախ վազողներին, նայեցեք Քրիստոսին։ Մեր մրցանակը ինքն է։ Մի համեմատվեք այլ հավատացյալների, այլ եկեղեցիների, այլ մոտեցումների, այլ սկզբունքների, այլ պաշտամունքի ձևերի, երգեցողության, խոսքի մատուցման հետ։ Նայեցեք Աստծո խոսքը ինչ է ասում եւ այդ խոսքի մեջ հնազանդ կյանք ապրեք։ Սա է աշակերտի հոգին։ Սա է Քրիստոսին հետապնդողի, հետևողի, փնտրողի, փափագողի հոգին։ Վազորդը ետ չի նայում, աջ ու ձախ չի նայում, կենտրոնանում է միմիայն նպատակի վրա։ 15-րդ համարն ասում է, ովքեր որ կատարյալ են, այսպես թող մտածեն։ Հոգևոր հավատքի կյանքում մենք կատարելության երբեք չպիտի հասնենք, բայց այս ըմբռնումը, հասկացողությունը հավաքական մեր որոշումը պիտի լինի։ Ովքեր որ կատարյալ են, այսպես թող մտածեն։ Այս մեկ ձևով թող մտածեն, այս մեկ մտքով թող ապրեն, վարվեն ու վերաբերվեն։ Բավական չէ վազելը, հաղթելն է կարևոր, հասնելն է կարևոր։ Եվ սա արվում է աշխարհում սպորտի մեջ կանոններին հետևելով։ Հոգևոր հավատքի կյանքում Աստված ևս կանոններ է դրել։ Աստված ևս իր խոսքի միջոցով ուղղություն, ընթացք, սահմաններ է գծել։ Քիչ առաջ Կորինթացիներին ուղված նամակում ասացինք, որ Քրիստոսի օրենքը։ Այս նույն միտքը Գաղաթացիս նամակի մեջ էլ է առաքյալն արտահայտում։ Քրիստոսի օրենքը կատարեցեք։ Քրիստոսի օրենքը գրված խոսքից առավել իր կյանքն է, իր օրինակն է, սիրո օրինակն է։ Եվ մեր օրենքը, որի մեջ կանչված ենք ապրելու, սիրո օրենքն է։ Սրա մեջ եւ սրա միջոցով միայն կարող ենք այս ընթացքի մեջ հավատարիմ քայլել։ Ովքեր որ այս համոզման մեջ են, ովքեր որ այս ընթացքի մեջ են, առաքյալը վերջին համարում ասում է, միայն թե ինչի որ հասանք, նույն կանոնով ապրենք։ Գիտեք, հայտնության գրքում եկեղեցիներ կան, եւ այս եկեղեցիներին ուղված Քրիստոսի խոսքը այսօր մեզ համար արթնանալու եւ զգաստանալու խոսք է։ Սարդիսիում գտնվող եկեղեցուն Տերը ասում է. դու անուն ունես, որ ապրում ես, բայց մեռած ես։ Նրանք համբավ ունեին, անուն ունեին, հեղինակություն ունեին, ճանաչում ունեին, բայց հոգին, ճշմարտությունը, իրականությունը չունեին։ Լաոդիկեի եկեղեցին պարծենում էր, որ հարուստ էր, բայց Տերն ասում է, իմ աչքերում դու թշվառ ես, տկար ես, աղքատ ես, կույր ես, մերկ ես։ Բայց բոլոր եկեղեցիները չէին, որոնք այլ ճանապարհ ու ընթացքի մեջ էին։ Սմյուրնիայի եկեղեցին, որ կարծում էր աղքատ է, Տերն ասում է դու իսկապես հարուստ ես։ Որն է հարստության գաղտնիքը։ Որն է այս ընթացքի մեջ Աստված ճանաչողության գաղտնիքը։ Մեկ բան կա։ Ետևինները թողնելով առջև Տեր Հիսուս Քրիստոսին ճանաչելու, իրեն
ամբողջությամբ հնազանդելու եւ իր խոսքի մեջ կատարելապես ապրելու։ Թող Աստված շնորհ անի, որբեսի մինչ կմոտենանք այս սեղանին, ամեն մեկս քննենք մեր անձերը եւ կարողանանք այս մեկ որոշումով, մեկ բանի որոշումով գալ եւ խնդրել, որ Աստված մեզ ուժ ու կարողություն տա դիմակայելու։ Ամեն։